Ուզում այսօր շարունակենք ինչ որ անցած կիրակել ենք խոսում հասունություն հոգու միջոցով, հոգևոր փորձառությունների միջոցով։ Եթե Կողոսացիների նամակը խիստ ուսուցչական է, Եփեսացիների նամակը խիստ մարգարեական է։ Ոնց որ տեսնում ենք երկուսն էլ եկեղեցու կարևոր հիմքերն են։ Գործք Առաքելոց 13-րդ գլխում կարդում ենք, որ երբ որ Անտիոքի եկեղեցին հիմնվեց, եւ գրված է եկեղեցում Անտիոքի մի քանի մարգարեներ եւ վարդապետներ կային։ Ոնց որ երկու ծառայությունը, երկու օծությունը, երկու կոչումները եկեղեցու կարևոր հենասյուններն էին, թե վարդապետական խոսքի, վարդապետության, ճշմարտության ճանաչման, թե մարգարեական, հոգևոր, հոգու առաջնորդության, հոգու արձակման, հոգու ներգրավման, հոգու առաջնորդության, հոգու հայտնության, ու այդ երկուսն էլ պետք է, որպեսզի եկեղեցին առողջ ու բալանսավորված լինի։ Այս հոգևոր իրականության փորձառության առումով մի կարևոր կետ կա, մի կարևոր իրականություն կա, որ կարծում եմ պետք է հասկանալ Աստծո գործելակերպի մեջ։ Սրա համար մի հատված կընթերցենք Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 12 խոսք, նրանք ովքեր հետևելու են իրենց Աստվածաշնչերում, պարկեշտ վարք ունեցեք հեթանոսների մեջ, որպեսզի այն ինչի համար ձեզ չարախոսում են, որպես չարագործների, տեսնելով ձեր բարի գործերը, փառավորեն Աստծուն այցելության օրը։ Հասկանալի է, պարկեշտ վարք ունենալ հեթանոսների մեջ, որ ինչի համար չարախոսում են, դες անիմաստ լինի, բայց ինչու պետք է փառավորեն այցելության օրը։ Ինչու հանկարծ մարդիկ, ովքեր մեզ չարախոսում են, ովքեր մեր բարի վարքը, մեր ով լինելը, վարկաբեկում են, չարախոսում են, ինչ է փոխվում, որ սկսեցին փառավորել հանկարծ Աստծուն։ Սրանք հեթանոսներ են, որոնք Աստծուն չեն ճանաչում, այսինքն սրանք հավատացյալներ չեն, որ վերաբերմունք փոխեցին։ Սրանք անհավատներ են, հեթանոսներ են, որոնք ընդհանրապես Աստծուն, կենթանի Աստծուն չեն ճանաչում, գուցե ունեն իրանց ընկալումները աստվածության իմաստով, մեռը իրա զորությանը, տենց ես իմ Աստված իմ խիղճն է, ես չգիտեմ, առաքելական եկեղեցու զավակ եմ, երբ ես վերջի անգամ գնացել, չեմ հիշում, փսակվելուց էր թե ինչից էր, բայց ինքը այդ եկեղեցու է։ Սրանք հեթանոսներ են, այսինքն անհավատներ են, կենթանի Աստծուն չճանաչողներ են, ոչ թե աթեիստներ են, կարող են աթեիստ լինեն։ Ու իրանք հանկարծ փառավորում են Աստծուն։ Պատկերացրեք ինչ կատաստրոֆիկ փոփոխություն է լինում։ Մարդիկ, ովքեր չարախոսում են, մեր բարի վարքը, մեր հավատքը, մեր ով լինելը, ու հանկարծ փոխվում են, սկսում են փառավորել Աստծուն։ Ոչ թե Աստծուն փառք տալ, ոչ թե այ փառք Աստծու քո համար, այդ չի։ Պետրոսը օգտագործում է փառավորել, որը ինչ-որ գործընթաց է, ինչ-որ վերաբերմունք է, փոփոխություն է, դա ուղղակի բառ ասել չի, լիքն է բոլորն են, փառք Աստծու, լիքն են Աստծուն փառքասողները, բայց որոնք չեն փառավորում Աստծուն։ Նկատել եք։ Բերանով ասում են փառք Աստծու, բայց իրանց կյանքով բացարձակ անպատվում են Աստծուն, արհամարում ու անտեսում են իրան։ Բայց ինչ պետք է լինի, ինչ կարևոր բան է այս այցելության օրը, որ այդ մարդիկ, ովքեր հեթանոս էին, չարախոս, մեզ մեղադրող, մեր վարքը, մեր կյանքը, մեր հավատամքը սխալ, վտանգավոր, չգիտեմ ինչ անվանող, հանկարծ փոխվում են ու փառավորում են։ Ինչ է կատարվում այդ այցելության օր ասվածի մեջ։ Ու Պետրոսը խոսում է մի իրականության մասին, որ կարծես ընդհանրական է, բոլորին է վերաբերվում։ Սա ինչ որ անհատի անձի համար չի, մեկին կլինի, մյուսին չի լինի։ Սա մի բան է, որ բոլորի համար կա։ Ինքը ընդհանուր հոգնակի է խոսում ամեն ժամանակ, որպես հաստատում բան, որոնք փառավոր են։ Կարճ ասած, այցելության օրը, ըստ Սուրբ Գրքի, այն որ տեսնում ենք Պետրոսը նկատի ուներ որպես առաքյալ եւ նաեւ իրանից առաջ Աստծո մարդիկ, ովքեր խոսել են այդ մասին, կամ որևէ ձևի արտահայտել են, սա այն ժամանակն է, պարտադիր չի հենց օր, բայց կոնկրետ ժամանակ կամ ժամանակաշրջան, եւ որ Աստված հատուկ ձևի միջամտում է։
Եվ որ Աստված փոխում է իր բնական գործելու ձևը եւ հատուկ տարբեր որոշակի այլ ձևով սկսում գործել, կամ կոնկրետ ինչ-որ մի ժամանակի պահի մեջ, կամ ընդհանուր, ինչ-որ ժամանակաշրջանի մեջ։ Ու տեսնում ենք, որ այդ օրը, երբ որ իրանք փոխվեն, հասկանում ենք, որ այդ այցելությունը որոշակի դիտարկում է տալու, փոխելու է մարդկանց ընկալումը, կյանքի, արժեքների, իրականության, Աստծո վերաբերյալ, ինչ որ բացահայտում է բերելու իրանց։ Այսինքն մինչև այդ այցելության օրը իրանց համար մնալու է ծպտված, փակված այն իրականությունը, ինչը ես ու դու ունենք, ինչին հավատում ենք ու ապրում ենք։ Նույնիսկ որ մարդիկ չեն հասկանում, չեն ճանաչում, չեն հավատում քո կյանքին, քո հավատքին, քո Աստծուն, քո Հիսուսին, քո Աստվածպաշտությանը, իրանց պետք է վերաբերվել որպես կույրերի, որոնց աչքերը մի օր պետք է բացվեն ու քանի չեն բացվել, չեն տեսնելու։ Նկատել եք, երբ որ մարդիկ կույր են տեսնում իրանց շուրջը, կամ միանգամից փոխվում է, չէ՞, կույրի հանդեպ վերաբերմունքը։ Զգուշ ասում են, այստեղ քար կա, այստեղ փոս կա, չէ՞, զգուշ անցեք, այստեղ աստիճան կա, եկեք օգնենք բարձրանաք, չէ՞։ Այդպես չեն անում կույրերին։ Ոչ չի ասում կույրին, դու ես մեղավոր, կույր ես ծնվել, գնանք իդ փոսը։ Չէ, անխղճություն կլինի, չէ՞, սխալ կլինի, մարդը, որ զրկված է որոշակի ֆիզիկական կարողություններից կամ սահմանափակ է, իրան վատ վերաբերվել։ Նույնիսկ օրենքներ ասում, կույրի առաջ խոչընդոտ չդնես։ Բայց ինչի ենք մենք մտածում, որ հոգևոր կույրերին պետք է այլ ձև վերաբերվենք։ Մարդիկ, ովքեր մեր հետ վատ են վերաբերվում, կույր են։ Այդպես են վերաբերվում, որտեղ չեն տեսնում, չեն ճանաչում։ Գիտեք, որ մեր ուղեղի մեծ մասը գործում է աչքերի համար, տեսողության համար։ Մեծ մասը, ինֆորմացիայի ընկալման մեծ մասը կապված է տեսողության հետ։ Նկատել եք նույնիսկ գիտնականները, եթե չեն գրում ինչ-որ բան, չեն պատկերացնում, ամեն ինչ տեսողական լինի, տեսվի։ Եվ այդ մարդիկ հոգևոր չեն տեսնում, չկա այդ այցելության օր իրանց կյանքում, իրանց աչքերը չի բացված, չեն հասկանում, կույր են իրանք։ Ու նեղանալ իրանցից, իրանց գորության համար անիմաստ է։ Այդ պետքա մեկը, որ կույրից նեղացել է կույր լինելու համար, պետքա իրան մի քիչ կարգի հրավիրել։ Աստվածաշունչը շատ է խոսում այդ օրվա մասին, որ այդ օրը լուրջ փոփոխ Աստծո համար ինքը կարևոր օր է, իր այցելության օրը։ Ու այդ օրերը, այդ ժամանակները, այդ պահերը, այդ իրադարձությունները հատուկ նկարագրված են, հատուկ շեշտված են, եւ դրանք պատմական որոշակի փոփոխություն բերող իրականություն է։ Ելիցը Աստված այցելեց իր ժողովրդին, հանեց Եգիպտոսից։ Ինչ մեծ, դա պատմական իրադարձություն էր, չէ՞, ազգի համար, այլապես Եգիպտոսում իրանք վերանում էին, իրանց արուներին սպանում էին, չէ՞, այդ ազգը չէր ապրելու։ Այդ այցելությունը փրկություն էր իրանց։ Բայց այդ նույն այցելությունը մահեր եգիպտացիներին, անդրանիկների ջարդը, դրանից առաջ այդ ողջ Եգիպտոսի ավերվածությունները, նույն այցելությունը մեկին փրկություն բերեց, մյուսին մահ բերեց։ Եսային ասում է, որ այդ օրը հատուցման օր է լինելու, ամեն անարդարության եւ այլն։ Որտեւ կա մի հատ այցելության օր, մեծ այցելության օր է, այդպես ասած, երբ որ Աստված կգա այս աշխարհ, Եզեկիելն ասում է կգա բարկությունով, դա կլինի Տիրոջ բարկության օրը, եւ որ ամեն անարդարություն, անիրավություն եւ բոլոր նրանք, ովքեր գործում են դա, կրակի հնոցի մեջ կձգվեն։ Բոլոր մարգարեները խոսում են այդ օրվա մասին, որպես մեծ հատուցման օրվա մասին։ Ու բոլոր նրանք, ովքեր կույր կմնան, մինչև այդ օրը, կգնան այդ հնոցը։ Բոլոր նրանք, ում աչքերը կբացվի, կպրծնեն այդ հնոցից։ Մեր իրանց մարդկանց այդ հեթանոսներին, անհավատների վերաբերմունքը չպետք է բխի նրանից, թե ինչպես են իրանք վերաբերվում մեզ, այլ բխի նրանից, թե ինչ է սպասում իրանց։ Խնդիրն այն է, որ ես ու դու չենք հավատում իրականում ոչ մեր փրկության այդ կարևորությանը, ոչ էլ թե ինչպիսին ահավոր ալնելու է դատաստանը, դա շատ անհոգ ենք լինում մարդկային կյանքի հանդեպ։
Պետրոս առաջարկում է ոչ թե որ ընկնենք փողոցները աչ ու ձախ մարդկանց տենց կներեք բան անենք, անհանգստացնենք կամ տենց ժողովրդական ասած դավադի տանենք մեր ավետարանով, այլ կարծես մենք պատրաստ լինենք իրանց համար։ Մենք ապրենք իրանց հետ այնպես, որ երբ որ իրանց կյանքում, ամեն մեկի կյանքում, բացի որ բոլորի համար կգա այդ այցելության օրը, կա անհատական այցելության օր, ամեն մեկին Աստված կար այցելի եւ այցելում է։ Այդ այցելության օրը մենք այնտեղ լինենք, պատրաստ լինենք, հա, մեզ ու իրանց ինչ որ հարաբերության բան լինի, այլապես ինչու պետքա փառավորեն Աստծուն, եթե մեր կյանքի հետ կապած իրանք առնչություն չունեն։ Որովհետև ավետարանելը դա ինչ որ տրակտատներ բաժանել չի փողոցում, ավետարանելը կենսակերպ է, մտածելակերպ է, դիրք է, դա լույս լինելը, ոչ թե երբեմն լույս տալ ու հանգել, լույս տալ ստեղ հետո հանգել, դա միշտ այդպես լինելն է։ Գործք առաքելոցում կարդում ենք, երբ որ առաքելները հավաքվել էին 15-րդ գլխում, որտեղ մի հատ կարևոր հարց էին քննարկելու։ Հարցը սա էր. Հիսուսի հետևորդները շատանում են ու ավելի շատ են հեթանոսներից, քան հրեաներից։ Եկեղեցիներ են հիմնվում, համայնքներ են հիմնվում, որտեղ ոչ մի հրեա չկա։ Սկզբում հեշտ էր, իրանք բոլորը հրեա էին, թլպատվում էին, օրենքի ինչ-որ բաներ էին պահում ու հրեաները իրանք մենակ տարբերում էին նրանով, որ սրանք Հիսուսին Մեսիա են հավատում։ Այդտենց աղանդներ շատ կային հրեաների մեջ, որոնք ինչ-որ մեկին Մեսիա են համարում ու իր հետևից գնում էին։ Ու տենց խիստ շատ չէին անհանգստանում հրեաները։ Հա, անհանգստանում են, երբ որ մի քանի հազար հասավ իրանց թիվը Երուսաղեմում, բայց այդտենց այնպես չէ, որ արտառոց դա մի երևույթ էր։ Իրանց պատմության մեջ շատ էր եղել, տես բան ու հետո էլ եղավ։ Բայց երբ որ հեթանոսները եկեղեցու համար ավելի շատ էին, քան հրեա հավատացյալները, դա մեծ հարց առաջացրեց։ Իրանք ինչպես պետքա լինեն։ Թլպատվեն մերպես, օրենք պահեն, թե չէ, եւ քննարկում էին։ Հակոբոսը հետեւյալ արտահայտությունն արեց։ Երբ որ Պողոսը, Բարնաբասը վկայեցին, թե ինչ անում Աստված, ինչ հրաշքներ են կատարվում, եկեղեցիները ինչպես են մեծանում, ոնց են այս հեթանոսները, որոնք ոչ թլփատվում են, ոչ էլ օրենքի այդ կետերն են պահում, բայց այն ինչ է օրենքը, դա սիրել Աստծուն ու սիրել ընկերոջը ապրում են այդ։ Ապրում են մաքրության մեջ, արդարության մեջ, սրբության մեջ, առողջ ընտանիքներ ունեն, լիարժեք քաղաքացիներ են, իրանց կյանքում չկա սուտը, չկա կեղծիկը, հա։ Այն ինչը օրենքը չի կարողացել անել, սրանք առանց օրենքի ապրում են Հիսուսին հավատալու միջոցով, Սուրբ Հոգու միջոցով։ Ու երբ որ լսեցին Տիտոսին էլ տեսան, Տիտոսին հետներն էին տարել դրա համար։ Ասում են այդ ավետարանը, որ մենք քարոզում ենք, հեսա, նայեք, հարցրեք, ստուգեք, լսեք իրան, աղոթեք իր հետ, իր իմաստությունը լսեք, իր Աստված ճանաչողությունը լսեք, իր նվիրումը տեսեք, հա, ու հետո որոշեք այդ ավետարանը, որ մենք քարոզում ենք, հեսա արդյունքը։ Ու իրանք որոշեցին։ Հակոբոս ասում է ակնհայտ է, որ Աստված այցելել է հեթանոսներին նրանցից իր համար ժողովուրդ ընտրելու համար։ Այդ այցելությունը միանվագ դեպք չէր, այդ 2000 տարի այդ այցելությունը կա։ Աստված այդ process-ի մեջ է, այդ ժամանակաշրջանի մեջ է։ Աստծո այցելությունը կարող է լինի թե ընդհանրական, վերջին օրը, թե ինչ-որ ժամանակաշրջանի, ինչպես հիմա, հեթանոսների ժամանակն է։ Կվերջանա հեթանոսների ժամանակը, Աստված կհեռանա հեթանոսներից, կայցելի Իսրայելին, կսկսի Իսրայելը փրկվել։ Բայց երբ որ անցավ ստեղից, հիմա մենք հեթանոսների ժամանակում ենք, հələ կարող ենք գործել, հələ քո հարևանի ընկերոջ ծնողի հարազատի համար հույս կա, հələ այցելության օր կա իրանց։ Բայց որ Աստված անցավ հեթանոսներից, էլ չի վերադառնալու։ Գիտեք ինչ է կատարում, երբ որ Աստված անցնում է։ Մահն է գալիս։ Աստված այցելում էր Ադամին, Ադամը կյանքի մեջ էր։ Հենց Աստծո այցելությունը դադարեց, հեռացավ Աստված կարծես, Ադամը մահանդրեց։ Խաչի վրա, երբ որ Աստված թողեց Հիսուսին, հեռացավ Հիսուսից, Էլի լամա սաբակթանի, Աստված իմ ինչու ինձ թողեցիր։ Դա Աստված թողեց, Աստված հեռացավ։ Գիտեք ինչ կատարվեց հաջորդ քայլը, Հիսուսը ինչ ընտրեց, մահը։ Հիսուսը մահացավ։ Ու ընտրեց մահանալը։ Կգա ժամանակ, երբ որ Աստված կհեռանա ու աշխարհում, հեթանոսական աշխարհում կլինի մահը։
Եթե նայեք ինչ այսօր Եվրոպայում կատարվում, Աստված հեռացել է ու մահ է գալիս։ Նույնը Ամերիկայում։ Մենք մտնում ենք վերջին փուլը աշխարհի պատմության, որը շատ ավելի կարճ ալնելու, քան հեթանոսների փուլն էր։ Հեթանոսները 2000 տարի է տևում, հա։ Իսրայելի փուլը շատ ավելի կարճ կտևի։ Այդ փուլի մեջ կլինի տաճարի կառուցումը, այդ փուլում կլինի քահանայապետների իրանց օծությունը եւ այլն, որից հետո կգա վերջը։ Քանի այդ փուլը չի սկսվել, այսինքն Աստված չի այցելել այնտեղ, Աստված դեռ էստեղ է։ Ու քանի դեռ էստեղ է, բոլորի համար, ովքեր այս հեթանոսական, հա, իրականության միջավայրի մեջ են, իրանց այցելության օր կա։ Ղուկասը հատուկ նշում է այցելության փաստը։ Զաքարյան, Հովանես Մկրտչի հայրը, երկու անգամ իր խոսքի մեջ, իր երգի, չգիտեմ, մարգարեության մեջ երկու անգամ նշում է, օրինակ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ այցելության եկավ իր ժողովրդին եւ փրկություն արեց։ Մեր գտած ողորմության համար Աստված, որ ծագող արևը վերևից մեզ այցելեց, Ղուկաս 1:78 եւ 1:68։ Ղուկաս 7:16 Հիսուսը հրաշքներ անում, մարդիկ ասում են, իրոք Աստված այցելել է իր ժողովրդին։ Մի հրաշք էր, ու այդ հրաշքը ցույց էր տալիս, որ Աստված այցելել է։ Հիսուս շարունակում, Աստված շարունակում է գործել մեր մեջ, հրաշքներ գործել։ Այդ նշանակում է դեռ Աստծո այցելությունը էստեղ է։ Մենք դեռևս Աստծո այցելության մեջ չենք, իր ժամանակում ենք։ Ու կարող ենք ակնկալենք, ինչ որ Աստված խոստացել է, իր ներկայությունը ապահովելու է, բժշկություն, հրաշք, փրկություն, ազատագրություն։ Խնդիրն է, որ մենք Սուրբ Հոգու դերն ենք վերցրել մեր վրա, ուզում ենք մենք անենք դա, ես աղոթեմ, բա որ աղոթեմ չբժշկվի, բա որ աղոթեմ չազատագրվի, դու չես Աստված, դու պատասխանատու ես պրոցեսի համար և ոչ թե արդյունքի համար, դու պատասխանատու ես, որ ճանաչես իր այցելության օրը, Աստված մեզ բոլորիս այցելել է մեր կյանքի ինչ-որ մի պահի, ու մենք ճանաչել ենք իրան։ Այն, որ դու էստեղ ես, ես էստեղ եմ, դա Աստծո այցելության արդյունքն է։ Մի օր կար մեր կյանքում, որ Աստված այցելեց մեզ։ Ու այդպիսի օր կա յուրաքանչյուր մեկի համար, երբ որ Աստված այցելում է։ Մենք արձագանքեցինք այդ այցելությանը, բայց կան շատեր, որ չեն արձագանքելու։ Հիսուսը, երբ որ գալիս է Երուսաղեմի վրա, Ղուկասու ավետարանում ենք կարդում 19-րդ գլխում, եւ որ տեսավ քաղաքին ողբած Երուսաղեմի վրա, ասաց գոնե այս քո օրը դու էլ ճանաչեիր քո խաղաղություն բաները, էլ բառն էլ կա, այսինքն դու նույնպես ճանաչեիր, ինչի որտեվ ինքը ճանաչում էր, բայց Երուսաղեմը չէր ճանաչում, ու ինչ ասում, բայց հիմա թաքցվեց, ծածկվեց քո աչքերից, եւ օրեր պիտի գան, որ քո թշնամները քո բոլորտիկը պատնեշ պիտի շինեն, եւ քեզ պիտի պաշարեն, եւ ամեն կողմից քեզ պիտի նեղեն, եւ հիմնահատակ պիտի անեն քեզ եւ կործանեն քո ներսում եղած զավակներդ, եւ քարը քարի վրա ամենևին պիտի չմնա քո մեջ։ Նրա համար կամ նրա պատճառով, որ չճանաչեցիր քո այցելության ժամանակը։ Այն պահը, որ Աստված այցելում է, կարևոր պահը, ու կարևոր է, որ այնտեղ մարդիկ լինեն օգնելու այդ այցելությունը ճանաչելու։ Կարող են մարդիկ, ովքեր նրանց բարի վարքով վկայած լինեն, որ իրանք այդ այցելող Աստծո մարդիկ են, իրավունք ունեն խոսելու այդ Աստծո մասին, հայտնելու այդ Աստծուն, օգնելու իրանց ճանաչելու։ Աստված ունի իր այցելության ժամանակը, ունի այցելության ձևը, արդյունքը, ամեն մեկի ամեն ժամանակ շատ տարբեր է Աստված։ Այն ինչպես մեկին այցելում, մյուսին ուրիշ, որ երբեք մի ակնկալի, որ ում դու ծառայում ես, ում դու վկայում ես, ում աշակերտում ես, իրան պետք է այցելի են ինչպես քեզ այցելել, բացարձակ։ Աստված անհատապես է այցելում յուրաքանչյուրին։ Եվ որ Հիսուսը խոսեց այդ ողբը կարդաց Երուսաղեմի կամ ասեց Երուսաղեմի վրա, մեզ դա այնպես չի հնչում, մեզ ընդհանրապես հնչում է մարգարեություն Երուսաղեմի համար։ Բայց հրեաների համար, որոնք շատ լավ գիտեին օրենքը, լրիվ այլ բան էր հնչում։ Նայեք, այցելության օրը, ասեց Երանի դու էլ ճանաչեիր, որտեղ մյուսները դու քանի որ չես ճանաչել, դու կուրացար,
ծածկվեց քո աչքերից, քո խաղությունը, քո ապահովությունը, քո պաշտպանությունը, դրա համար նեղություն կգա, կործանում կգա քո վրա։ Քարի վրա չի մնա, քո որդիները կսպանվեն, հա։ Մահ ու կուրություն կլինի քեզ, կարճ ասած, որտեղ չճանաչեցիր այցելության օրը։ Հրեա ռաբիները սա լավ հասկանում են, փարիսեցիները հաստատ, որտեղ այս նույն բանը կատարվում էր նորից ու նորից, հիմա կատարվում էր Երուսաղեմի վրա։ Եվ որ Աբրահամը Մամրեի կաղմերների մոտ էր, կարդում ենք Ծննդոց 18-ում, եւ իր աչքերը բարձրացրեց, տեսավ մարդիկ են կանգնած իր մոտ։ Ինչ արեց, ճանաչեց իրանց։ Իր վերաբերմունքը Աբրահամի հասկանալի էր, որ ինքը իրանց սովորական մարդ չտեսավ, ճանաչեց ով այցելել իրան։ Ահա ասեց, խնդրեց, ասեց, խնդրում եմ մի գնացեք, հովեր, ծառերի, ասեց մնացեք, ես հեսա հաց կբերենք, ուտելիք կբերենք։ Ու երբ որ գնաց, այդ պատրաստել բերեց, դրեց իրենց մոտ, ինքը կանգնած մնաց։ Հատուկ գրված որ Աբրահամը մնաց կանգնած։ Այդ նշանակում էր Աբրահամը հասկանում էր, որ աստվածային էակներ են իրանք, Աստված այցելել իրան։ Ինքը չնստեց իրանց հետ, ինչպես ամեն հյուրասեր տղամարդ պետք է իր տան հյուրերին ընդունի, նստի իրանց հետ։ Ինքը չարեց, ինքը կանգնած մնաց։ Դրանով ցույց տվեց, որ ես հասկանում եմ ով եք դուք։ Իրանք էլ գիտեին, որ Աբրահամը հասկանում է, դա ասեն մյուս տարի գալու ենք ու Սառան որդի ունենալու։ Սա միայն Աստված կարող ասի։ Ու Աբրահամը գիտեր ում ընդունել։ Իր այցելության օրը ճանաչեց, դա համար որդիության խոստում ընդունեց։ Կյանքի խոստումը, որդու օրհնության խոստումը։ Նույն այցելությունը կատարվեց Սոդոմ Գոմորում։ Ղովտը ճանաչեց այցելողներին։ Հիշում եք այնտեղից իրան գնացին Սոդոմ Գոմոր։ Ու Ղովտը, որ նստած էր Սոդոմ Գոմորի դռների մոտ, Ծննդոց 19-րդ գլխում այդ հետաքրքիր կներտով ընթերցելու, տեսավ, ինչ արեց, վազեց, ասեց, եկեք իմ տունս մտեք, խնդրում եմ, իմ տուն եկեք։ Որտեղ Ղովտը գիտեր ինչա կատարվում այդ քաղաքում։ Գիտեր այդ քաղաքի փողոցներում ինչ է լինելու։ Եթե այդ մարդիկ մնան փողոցում։ Իրանք հատուկ նշում են, պնդում են, ասում են, չէ, մենք կմնանք փողոցում, ոչինչ։ Չէ, ասում եմ, մի մնացեք փողոցում, անպայման, գրված է ստիպեց իրանց իր տունը գալու։ Որտեղ Ղովտը հասկանում էր, ճանաչել էր ով է եկել։ Ու չէր թողում իր հայրերի Աստծուն հանկարծ նեղացնեն, հա, տենց ասած։ Ինքը գիտեր ինչա կատարվում այդ փողոցում։ Ու քանի որ ճանաչեց այցելողին, այցելության օրը, ինչ եղավ, ժառանգեց փրկությունը։ Բայց Սոդոմի մարդիկ չճանաչեցին, չէ՞։ Իրանք հակառակը գիշեր եկան Ղովտի տունը, պաշարեցին այդ տունը, գրված է երիտասարդից մինչև ծեր։ Այսինքն բոլոր սեռական հասունացած մարդիկ։ Այլ նպատակով, այլ ճանաչելու նպատակով։ Ու տենց էլ ասին ուր են այդ մարդիկ, հանի որ ճանաչենք իրանց։ Այլ իմաստով։ Ու Ղովտ ասում է, չէ, ինչ կլինի, աղջիկներ ունեմ, ուզում եք աղջիկներից տամ, մենակ թե այդ մարդուն մի արեք դա։ Ասում են, նայ քեզ էլ ավելի վատը կանենք։ Դու օտար եկել ես, Ղովտ իրանց եղբայր է կոչում, եղբայրներ ասում են, մի արեք։ Իրանք ասում են, օտարական ով ես դու, քեզ ավելի վատ ենք անելու։ Ինչքան վտանգավոր է մարդկանց եղբայր ասել, ովքեր քո եղբայրը չեն։ Ովքեր մի օր քեզ ավելի վատը կանենք, հա դու կարծում ես, ունակ են անելու։ Ու ինչ կատարվեց։ Մարդիկ, հրեշտակները, Աստված, որ Ղովտի տանն էին, գրված է ինչ արեցին, բռնեցին Ղովտին, այցին տարան ներս, դուռը փակեցին եւ Սոդոմի մարդկանց կորացրին։ Իրանց հոգևոր կորությունը ֆիզիկական կորություն դարձավ։ Ու ինչ եկավ, կրակ ու ծծումբը։ Ու երբ որ խոսում էր Հիսուսը, որ ծածկվեց քո աչքերից, դրա համար կորուստ է գալու։ Այս նույն պատմությունն էր։ Այդ միայն Աստված կարող էր ասել, ով իրավունք ուներ այցելության օրը չճանաչված լինելու պատճառով դատաստան ու դատապարտություն բերել։ Երուսաղեմը չճանաչեց իր այցելողին, դա համար ծածկվեցին իր աչքերը, դա համար վրիպեց իր շալոմից,
Դա համար կորցրեց Աստծո ապահովությունը հազարավոր տարիներ։ Փոխարենը ստացավ ցավ, տառապան, կործանում։ Պետրոսը հատուկ զգուշացնում է կարծես, որ մենք ուշադիր լինենք այդ այցելության օրվա համար։ Ամեն մեկի կյանքում, քո շուրջը, մեր կյանքում, մարդկանց ում համար դու աղոթում ես, դու ուզում ես փրկվեն, հոգ ես տանում, ովքեր ոմանք ծաղրում են քեզ, ոմանք ընդունում են, ոմանք չէ, ոմանք անտարբեր են, ոմանց համար միևնույն է քո հավատքը, քո եկեղեցի գնալը։ Իրանք բոլորը կարիք ունեն այցելության ու բոլորի կյանքում կա այդ այցելությունը։ Քո խնդիրն է իրականում իրանց հետ լինել այդ այցելության օրը հասանելի դարձնելու համար։ Այսօր որ Ղարաբաղի եկեղեցում է մի հատ քույր հետաքրքիր վկայություն բերեց։ Իր ծնողները, մայրը, հայրը, եղբայրները տարիներ իրանց զրկել են եկեղեցի գնալուց, հավատալուց, ծաղրել են, վիրավորել են, ասել են մեկ էլ տեսեն գնացել ես այդ տեղը, այս տնից կգնաս էլ մեր հետ կապ չես ունենա։ Բայց որ մայրը իր հիվանդանում է քաղցկեղով, հիվանդանոցում խնդրում է իր աղջկան իր Աստծո մասին պատմի իրան։ Մեր Արտուր եղբայրը այցելել է, աղոթել են, ու այն կինը, որ ամիսներ չէր կարողանում քնել, հանգիստ քնել այդ գիշեր։ Կարևոր է այցելության օրը իրանց կողքին մարդ լինի, Ղովտ լինի այնտեղ այցելության օրը, Աբրահամ լինի այնտեղ։ Ես ու դու լինենք։ Կարևոր է այցելության օրը ճանաչելը։ Մենք կարող է վկայենք իրանց, աղոթենք, բայց դա չլինի իրանց այցելության օրը, ժամանակը, տենց ասած։ Աստված է որոշում։ Այն որ մենք այդտեղ ենք, դա դեռ չի նշանակում Տերն է եկել։ Մենք մի հատ սխալ բան ունենք տենց, ես եկել եմ, Տերն եկել է։ Չէ, դու հələ Տերը չի եկել, հələ ամփերի։ Եթե դու ես եկել, այդ Տերը քեզ ուղարկել է։ Ամփերի Տերը կերևա։ Դու ընդեղ եղի, բայց դու քեզ Տիրոջ տեղը մի դիր, Սուրբ Հոգու դեր մի խաղա, դու չես Սուրբ Հոգին։ Դու վկայես։ Եվ որ Հոգին գավ ձեր վրա, զորություն կառնեք, իմ վկաները կլինեք ասեց։ Չասեց իմ փոխարեն կլինեք։ Այսօր եկեղեցին չգիտես ինչի Հիսուսի փոխարեն է դարձել։ Ուզում է Հիսուսը լինի, Հիսուսի գործը անի։ Ժողովուրդ հանգիստ Հիսուսը իր գործը անում է, չի թուլացել, չի հոգնել անելուց։ Այքը շատ լավ գիտի ում ինչ երբ ինչքան։ Ոմանց երբեք երևի։ Ու մի օրինակ էլ կա մեր համար կարծում եմ շատ օգտակար։ Պողոսի օրինակն է։ Պողոսը սկզբից Սողոս էր։ Իր անունը Սավուղ էր, հիշում եք։ Որտև ինքը Բենյամինի ցեղից էր, եւ Բենյամինի ցեղը մի հերոս ուներ։ Դա ցեղեր կան, չէ՞, մի հերոս ունեն։ Իրանց ազգից մի հատ խելոք մարդ ունեն, դա իրանց ազգի բոլորը երբ որ խոսում են այդ ազգի այդ խելոք մարդու մասին։ Բենյամինի ցեղից էր եւ նախանձավոր էր, սովորել էր փարիսեցիական դպրոցում, նախանձ ուներ իր հայրերի հավատքի համար, այնքան ուժեղ նախանձավոր էր, եւ որ լսեց մի հատ նոր աղանդ հայտնվել Երուսաղեմում, ու այդ աղանդավորները ինչ որ Հիսուսին են հավատում, իրան են հավատում, որ ինքը Մեսիան է, ու իբր թե հարություն է առել, շատ վատ տարավ, որտեվ նույն ժողովրդան, որ ինքն էր, որտեվ դա կիլիկիացիների ժողովրդան է, ինքն էլ էր կիլիկիացի, Ստեփանոսն էր քարոզում, Փիլիպոսն էր քարոզում, ու ինքը վատ էր տանում դա։ Ու իրականում իր կամակցության միջոցով Ստեփանոսը սպանվեց, հալածանք եղավ եկեղեցում, Փիլիպոսն էլ ինքը գնաց քահանայապետներին, ասեց բացի այն որ հիմա Երուսաղեմում ենք, բռնում ենք ով այդ Հիսուսին հավատումը, հələ մի հատ էլ ինձ նամակներ տվեք, գնամ արտոնավորեք ինձ, գնամ Դամասկոսում ում գտնենք հրեաների մեջ, որ այս ուղուն, այս աղանդին հետևում է, իրանց էլ բան դնենք, պետք կլինի սպանենք։ Եվ տեսնում ենք, որ Սողոսը 9-րդ գլխի առաջ խոսքից են կարդում։ Տիրոջը աշակերտների դեմ սպառնալիք եւ մահ փչելով, ինչ խոսքեր է Ղուկաս օգտագործում, սպառնալիք ու մահ փչելով։ Ինչքան ամեն ինչ որ ինքը խոսում էր այդ մարդկանց մասին, մենակ սպառնալիք ու մահ էր։ Տեսեք դրանց ինչ ենք անելու։ Գլուխները ջարդելու ենք։ Քոքները կտրելու ենք դրանց մեր ազգից։ Սրանք մեր ազգի թշնամիներն են, դավաճաններն են։ Սրանք ծանոթ արտահայտություններ չի դες։
Քահանայապետին մոտ գնաց եւ նրանցից թղթեր վերցրեց կամ արտոնավորում ուզեց Դամասկոսի ժողովրդները գնալու, որպեսզի եթե այն ճանապարհին հետևողներ գտնելու լինեն, այրեր կամ կանայք կապված Երուսաղեմ բերի։ Ու երբ գնում էր եւ Դամասկոսին մոտեցավ, հանկարծ իր շուրջը երկնքից մի լույս փայլատակեց։ Եվ ինքը գետին ընկնելով մի ձայն լսեց, որ ասում էր իրեն. «Սավուղ, Սավուղ, ինչու ես ինձ հալածում»։ Եվ նա ասաց. «Ով ես դու, Տեր»։ Եվ Տերը ասեց. «Ես եմ Հիսուսը, ում դու հալածում ես, դժվար բան է քեզ խթանի դեմ քացի հարվածել, քացի տալ»։ Նա էլ, այսինքն Պողոսը դողով ու ապշությամբ ասեց. «Տեր, ինչ ես ուզում որ անեմ»։ Եվ Տերը ասեց նրան. «Վեր կաց եւ քաղաքը մտիր, եւ քեզ պիտի ասվի, ինչ որ պետք է անես»։ Ու այն մարդիկ, ովքեր իրեն հետ էին, ապշած կանգնած էին, ձայնը լսում էին, բայց ոչ ոքի չէին տեսնում։ Եվ Սողոսը գետին ընկավ, եւ բաց աչքերով ոչ մեկի չէր տեսնում, այսինքն կուրացել էր, ու նրա ձեռքից բռնեցին եւ Դամասկոս տարան։ Ծանոթ չի կուրացում, այցելության օր։ Եվ 3 օր որ մնաց առանց տեսնելու, եւ ոչ կերավ եւ ոչ էլ խմեց։ Եվ Անանիա անունով մի աշակերտ կար Դամասկոսի մեջ, եւ Տերը տեսիքի մեջ նրան ասեց. «Անանիա»։ Նա էլ ասեց. «Ահա Տեր եմ, ահա այստեղ եմ Տեր»։ Եվ Տերը ասեց նրան. «Վեր կաց եւ գնա այն փողոցը, որ ուղիղ է կոչվում, եւ այնտեղ Հուդայի տանը մեջ փնտրիր Սողոս անունով Տարսոնացուն, որտեղ նա հիմա ինձ աղոթում է»։ Եվ իր աղոթքի մեջ տեսավ մի մարդ տեսիլքով, Անանիա անունով, այսինքն քեզ, որ մոտեցել է իրան եւ ձեռքը իր վրա դրել է, որ աղոթում է, որպեսզի տեսնի։ Անանիան պատասխան տվեց, ասեց. «Տեր, շատերից եմ լսել այս մարդու համար, թե ինչքան շատ չարիքներ է արել քո սուրբերին Երուսաղեմի մեջ։ Եվ այստեղ էլ եկել է քահանաներից, քահանապետներից իշխանություն առած, կապելու կամ բանտարկելու այն ամենքին, որոնք քո անունը կանչում են»։ Եվ Տերը ասեց նրան. «Գնա դու, որտեվ նա իմ համար ընտիր մի աման է, իմ անունը կրելու հեթանոսներին եւ թագավորներին եւ Իսրայելի որդիների առաջ, որտեվ ես նրան պիտի ցույց տամ, թե ինչքան պետք է ինքը իմ անվանս համար նեղություն կրի»։ Ինքը նեղություն էր տալիս, ես ցույց կտամ, որ ինքը պիտի նեղություն կրի իմ անվան համար։ Եվ Անանիան գնաց եւ այն տունը մտավ եւ ձեռքերը նրա վրա դնելով, ասեց. «Սավուղ եղբայր», նորից եղբայր, «Տերը ինձ ուղարկեց, այն Հիսուսը, որ ճանապարհի մեջ քեզ երևաց, երբ դու գալիս էիր, որպեսզի տեսությունդ ստանաս եւ հոգով սրբով լցվես»։ Եվ շուտ նրա աչքերից թեփերի պես բաներ ընկան եւ իսկույն տեսավ եւ վեր կացավ, մկրտվեց ու կերակուր ուտելով ուժ իր վրա եկավ եւ մի քանի օր Դամասկոսի մեջ եղող աշակերտների հետ մնաց եւ անմիջապես ժողովրդների մեջ քարոզում էր Հիսուսին, թե նա է Աստծո որդին, եւ ամեն լսողները մեծապես զարմացել են եւ ասում էին. «Միթե սա չէ, որ Երուսաղեմի մեջ կործանում էր նրանց այս անունը կանչողներին եւ հիմա էլ այդ բանի համար եկել էր, որպեսզի նրանց կապած քահանայապետներին տանի»։ Բայց Սողոսը ել ավելի զորանում էր եւ Դամասկոսի մեջ բնակող հրեաներին պապանձեցնում էր ապացուցելով, որ Քրիստոսը սա է։ Ամեն։ Այսքան։ Ինչ դրամատիկ փոփոխություն մեկի կյանքում, որը ատում է այդ անունը քարոզողներին, մահ ու ատելություն է փչում իրանց դեմ, որովհետև չի հանդիպել։ Ինքը Սուրբ գրքերը լավ գիտի, ինքը ավանդությունները լավ գիտի, հավատքի ընթացքը լավ գիտի, անձամբ չգիտի։ Ուզում եք մարդկանց փոխված տեսնենք, իրանց քարոզները պետք չեն, իրանց երկար բարակ վկայությունները պետք չեն, իրանց անձնական հանդիպումը պետք է Հիսուսի հետ, իրանց այցելության օրը պետք է։ Մենք փորձում ենք մարդկանց փոխենք ինչ-որ խրատներով, ինչ-որ քարոզներ ուղարկելով, վկայություններով ուղարկելով։ Գիտեք ինչա պետք։ Պետք է Աստծո այցելությունը։ Պետք է աղոթել, որ Աստված հանդիպի իրանց, Աստված այցելի իրանց։ Եվ որ Աստված այցելում է, Սողոսները Պողոսներ են դառնում, հալածողները առաքյալներ են դառնում, նեղություն տվողները նեղություն կրողներ են դառնում, այդ անունը ատողները, այդ անունը բարձրաձայնողներ են դառնում։ Ավելին, հիմա ինքը քարոզում է այդ Պողոսը, ասում է ապացուցում արյաներին, որ Հիսուսը Աստծո որդին է, ոչ թե որդի է, մենք բոլորս Աստծո որդի ենք, որդիներ ենք։
բայց ինքը որդին է որոշակի հոդով, յուրահատուկ անձա դա, Աստծո որդին դա անուն է։ Դա երրորդության երկրորդ անձի անունն է, ոնց որ մեկի անունը Հայր է, մյուսինը Սուրբ Հոգի է, իրանն էլ Աստծո որդի է, դա անուն է։ Մեկը, որը իրան համարում է օրթոդոքս հրեա, հիմա խոսում է երրորդության մասին, այդ ընդամենը 3 օրվա մեջ։ Սա չի արել, չգիտեմ, տարիների ուսումնասիրությունը, վարդապետներին լսելը, վիճելը, կարդալը, սարելա ակնթարթի հանդիպումը։ Բաներ, որոնք տարիների մեջ չեն փոխվում մարդկանց մեջ, ակնթարթի մեջ փոխվում են, երբ որ Աստծո հետ հանդիպում անում, կենթանի Աստծո հետ։ Ու երբ որ եկեղեցին ոչ թե ձգտում է այդ հանդիպման վերապրումները ունենալու, այլ մարդկանց մտավոր ու ինտելեկտուալ փոփոխությանն ենք ձգտում, մարդկանց ուղղակի Հիսուսին հավատա։ Մարդը հավատում է, ինտելեկտուալ հավատում է, դա գլխով մտքով հավատում է, բայց իր կյանքում ոչինչ չի փոխում դա։ Փոխում է ուղղակի գիտելիքային մակարդակով, բայց ոչ վերապրումային մակարդակով։ Դա չի դարձնում իրանց նոր մարդ Քրիստոսի մեջ, որովհետև չի բացահայտում ով է Տեր։ Վաու։ Ու երբ որ այդ այցելությունը եղավ, Դամասկոս լրիվ ուրիշ մարդ մտավ։ Եկել էր հալածիչը, քահանապետներից արտոնավորվածը, հիմա եկել էր Հիսուսից արտոնավորվածը։ Եկել էր այդ Հիսուսին ճանաչող։ Գալիս էր որ հարցները ով է հավատում այդ Հիսուսին ժողովրանում, հիմա եկել էր վիճում էր ով չի հավատում այդ Հիսուսին։ Սա այցելության ուժն է։ Աստծո այցելության հանդիպման ուժն է։ Սա ցավոք եկեղեցում մոռացված իրականություն է։ Մենք ավելի շատ շեշտ ենք դնում դոկտրինաների, ուսուցումների, որոնք կարևոր են, բայց դրանք չեն փոխարինում կենթանի անձնական հանդիպմանը, փոփոխությանը։ Սա ոչ միայն միանվագ երևույթ էր Պողոսի կյանքում, որ ինքը դարձել եկավ ու վերջ, այլ ընդհանրապես իր կյանքում տեսնում ենք պարբերաբար Տիրոջ այցելության պահը կար։ Եվ որ ինքը Կորինթոսում էր ու խնդիրներ ուներ, ու չգիտեր մնար շարունակեր ծառայեր թե գնար, Տերը այցելեց։ Ասեց Պողոս մի վախեցիր, ես քո հետ եմ, ոչ ոք քեզ դեմ չի դնել ու քեզ չի վնասելու, որովհետև ես շատ ժողովուրդ ունեմ։ Այցելությունը փոխում է մեր ընկալումը կյանքի, ծառայության, մեր արժեքի։ Մարդուն ինչքան էլ ասենք դու ես, Տերը քեզ կանչել է, Տեր մինչև անձամբ Աստծո հպումը չի լինում։ Որ իրան չասնել դու ավետանի ես, դու մարգարե ես, դու ով ես, ինքը ասում է Տերը ինձ ասել է ես եմ։ Դուք ասենք չէ, դու այդ չես, Տերն ասել է, վերջ ինքը դա է։ Տիրոջ հանդիպումը դարձնում է իրան, այն ինչը իր ինքնությունն է, իր կոչումն է։ Ու երբ որ այցելությունը փոխում է մարդկանց կյանքի ընթացքը, որտեղ մի հատ նոր փուլ է սկսում իրականում, ամեն այցելությունը դա մի հատ նոր փուլի, նոր ճանաչման, նոր իրականության ընթացքը։ Այն ինչին ակնկալում ենք Աստծո այցելությունով, դա Աստծո եկեղեցին է։ Մենք մարդկային կառույց չենք, մենք կրթական համակարգ չենք, մենք դաստիարակության կենտրոն չենք։ Մենք Աստծո համայնքն ենք, որտեղ կենթանի Աստված գործում է իր որդիների մեջ։ Իր ուզած ձևի, իր ուզած ժամանակի։ Երբ որ Աստված գալիս է, բաները փոխվում են։ Աստված հեռանում է, էլի փոխվում են։ Հեռացավ մահը գալու, հեռացավ դատարկությունն է գալու, հեռացավ անտարբերությունն է գալու։ Ոչ թե մեզ պետք է, չգիտեմ, նոր ծրագրեր, նոր մեթոդներ, նոր դոգմաներ, սուրճ, պիցա, չգիտեմ ինչ մարդկանց գրավելու հանդիպումն է պետք Աստծո։ Պետք է Աստված այցելի։ Պետք է Աստված գա, Աստված վերադառնա։ Ու պետք է աղոթքը լինի Տեր արի մեզ։ Արի, երբ որ Աստված գա, մարդիկ կգան նորից, որովհետև այցելությունը կբերի իրան։ Նրանք ովքեր սիրում են այդ հայտնությունը։ Եթե Աստված գալիս է, մեկը չի սիրում, կուրանում ու հեռանում է Աստված իր հետ։ Որտեղ ինչպես ասացի, այդ այցելությունը մեկին բերելու է, մեկին հեռացնելու է։ Մեկի աչքերը բացվելու են ու ինքը փրկությունն է տեսնելու, լցվելու է հոգով, նոր նվիրում, նոր առաքելություն է ստանալու, մյուսի համար հակառակը գայթակղություն է լինելու։
վիրավորանք ալնելու, անհասկանալի, անընդունելի ալնելու։ Միշտ նույնն է։ Միշտ այդպես եղել է ու այդպես էլ կլինի։ Որտեղ Աստված չի հանդուրժում, երբ որ իր հոգուն արհամարում են, անտեսում են։ Ջրեղից առաջ մի բան ասեց Աստված, իմ հոգին չի լինալու մարդու վրա, որտեղ ինքը մարմին է։ Թույլ չեմ տալու, որ իմ հոգուն երկար անտեսեն, արհամարեն։ Իր կյանքը 120 եմ դնելու, այսինքն 120-ին այդքան էլ կդիմանամ, որից հետո գա դատաստանը։ Իր հոգին եկել է Պենտեկոստեին, ու Աստված չի հանդուրժելու իր հոգուն անտեսելը։ Մենք Պենտեկոստեի եկեղեցի ենք մեզ համարում։ Ուր է այդ հոգին։ Որտեղ է դրսևորվում մեր տասնյակներում, աղոթքաժողովներում, ինչ ենք ուզում, ինչ ենք տեսնում, ինչ ենք փնտրում։ Մի բան է պետք։ Աղոթել, որ Աստված այցելի նորից։ Ուզում ենք փառաբանությունը փոխվի, ուզում ենք հովությունը փոխվի, ուզում ենք ինչ-որ բան փոխվի, մարդը չի փոխելու։ Աստծո տունը Աստված է փոխում։ Աստծո տունը Աստծո այցելության կարիք ունի։ Երբ եկեղեցին աղոթում էր, փոխվում էր ամեն ինչ։ Առաջի դարի եկեղեցին աղոթքի եկեղեցի էր, դրա համար Աստված այցելում էր։ Աստված ամեն իրանց աղոթքին մեկի տեսնում ենք հրաշք կար, աղոթում էին հրեշտակներն էին գալիս, աղոթում էին Աստված շարժում էր, երկրաշարժ էր լինում, ամեն աղոթքին արձագանք կար, ամեն աղոթքը այցելության աղոթք էր, հանդիպման աղոթք էր։ Մեր աղոթքը այսօր ժամանակը լրացնելու համար է, 10 րոպե աղոթենք, ոչ թե հանդիպելու համար։ Եք աղոթենք, որ այցելություն լինի, եք աղոթենք, որ Աստված գա, թե մեր կյանքում, թե մեր շուրջ եղած մարդկանց։ Սաղմոսը ասում է, քո ժողովուրդը պատրաստ կլինի քո այցելության ժամանակ։ Եկեք պատրաստ լինենք, որ ինքը այցելում է մեր կյանքում, մեր շրջապատի կյանքում, ճանաչենք իր այցելությունը, որովհետև շատ անգամ գուցե չենք ճանաչել ու ծածկվել է մեր աչքերից, հետևանքը կորուստն է եղել։ Բայց երբ որ ճանաչում ենք, որ ինքը այցելել է, այսի Աստված է, կարող է տարբեր ձևերով լինի, նույնիսկ հիվանդությունը կարող է այցելության ձև լինի։ Փորձանքը, դժվարությունը, խնդիրը, օրհնությունը, ամեն ձևի, Աստված ամենուրեք ամեն ինչի մեջ է։ Մարգարեության մեջ ասում է հնարավոր է քաղաքում դժբախտությունն ու Եհովան չի արել դա։ Աստված ամենտեղ, ամեն ինչում կարա ինքը այցելի։ Երանի սրտով մաքուրներին, որտեղ իրանք կտեսնեն Աստծուն։ Եկեք տեսնենք իր այցելությունը, մեր կյանքում, մեր սիրելիների կյանքում։ Եկեք գանք աղոթքի հիմա։ Լայվ։ Ոտող սա ոչ թե եւս մի սիրուն քարոզ լինի քո համար։ Քո կյանքի նշանաբան դառնա, քո աղոթքի մեջ փնտրես իր հանդիպումը։ Եվ որ աղոթում ես, մեր խնդրեմը է սա, որ մեր աղոթները կարիքների համար է։ Կարդացեք Կողոսացիների նամակը։ Նորերին ուղված նամակ է, չէ՞։ Նոր եկեղեցում։ Մի բան չի ասում կարիքների համար։ Ոչ մի բառ չկա։ Միակ մի բանը սա է, ճանաչիր Հիսուսին, լցվես իր ճանաչման գիտությունով, որպեսզի ապրես իրան արժանի, իրան հաճեցնելով։ Մենք մի կարիք ունենք, ճանաչենք իրան եւ ապրենք իր կամքը։ Ու երբ որ մենք ուրիշ ավետարան ենք քարոզել այսօր, արի որ Աստված, չգիտեմ, արի քեզ Աստված ամուսին կտա, կին կտա, չգիտեմ, փող կտա, առողջություն կտա։ Մենք վրիպել ենք դա ավետարանը չի Հիսուսի։ Դա խապկանք է մարդկանց ներգրավելու կրոնական գործողության մեջ։ Մի ավետարան կա, հանդիպել իրան, ճանաչել իրան եւ իր հարության զորությունը, լցվել իրանով, դառնալ իրան նման, ապրել ես կյանքը իր հետ, իր համար։ Սա մեր ավետարանն է։ Եկեք խնդրենք ինքը գա ու այցելի մեզ, գա փոխի մեր ընկալումները։ Եվ որ դու աղոթում ես, աղոթի որ հանդիպես իրան, աղոթի որ այցելություն լինի քո կյանքում։ Եվ թե ինչ-որ մեկի համար աղոթում ես, քո աշակերտների համար, քո խմբի համար, քո ծառայության համար, քո հարևանների համար, չփրկված ծնողների, ընկերներիդ համար, ոչ թե աղոթի որ իրանք դարձի գան, աղոթի որ Աստված հանդիպի իրանց, որ այցելի իրանց, որ իրանք ճանաչեն այդ այցելության օրը, իրանց աչքերը բացվի։